Շնորհակալ եմ, շատ կարևոր նախագիծ է, պարոն Պապովյան, երկու առաջարկ էի ներկայացրել, առաջինը առաջարկում էի բեռնատար ավտոտրանսպորտները եւս ընդգրկել ցանկում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բեռնատար տրանսպորտային միջոցներին բաժին է ընկնում ընդհանուր արտանետումների առավել մեծ բաժինը, եւ էլեկտրական բեռնատարների խթանումն էլ կնվազեցնի արտանետումները, ինչպես նաեւ վառելիքի եւ սպասարկման ծախսերը եւ կբարձրացնի տեղական բիզնեսի մրցունակությունը եւ ինչպես դուք նաեւ ձեր հիմնավորումներում նշեցիք, նաեւ իմ առաջարկությունը եւս համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից արտանետումների կրճատման եւ կանաչ տնտեսության խթանման ուղղությամբ ստանձնած միջազգային պարտավորություններին եւ երկրորդ առաջարկը, չնայած կարծես ձեր խոսքից արդեն որոշակի հասկացա, բայց միևնույն է հնչեցնեմ իմ երկրորդ առաջարկը, միաժամանակ առաջարկում եմ վերանայել տրանսպորտային միջոցի ներմուծման համար նախագծով սահմանվող 2 տարվա սահմանափակումը եւ այն կիրառելի դարձնել 5 տարեկանից բարձր թողարկման տարեթիվ ունեցող մեքենաների համար, քանի որ հակառակ պարագայում այս արտոնությունից կօգտվեն ֆինանսապես ավելի կայացած, մարդիկ, իսկ քանի որ մենք մեր նպատակն է ավելի շատ մատչելի դարձնել միջին եւ ավելի ցածր եկամուտ ունեցող խմբերի համար, ԱՀՀ-ից ազատումը կարծում եմ, որ այս դեպքում մի քիչ այսպես վերանայելով գուցե կարողանանք հնարավորություններ ստեղծել։ Շնորհակալություն։ Մինչև պարոն Պապյանը պատասխանի, բանը այն է, Տիկին Բադրյան, որ մինչև դուք առաջարկը ներկայացրել եք 2 տարին 1 է դարձել, փաստացի։ Դրա համար է ասում, կարծես թե ես խոսքից հասկացա, որ հիմա մարդկանց մեջ էլի տպավորություն չստեղծվի, այս պահին քննարկվող նախագծով առաջարկում մինչև 1 տարվա թարմության մեքենաների, չէ՞։ Չէ, 1 տարվա, չէ, 1 տարով ենք անում։ Ճիշտ է, սկզբից 2 տարվա բանն է խոսում։ Տեսնում եք, մատուցամատության մեջ հետո մի ժամ փորձում ճիշտ եք ասում, այս լրիվ ճիշտ եք, այս անգամ պարոն Ավետիսյան։ Ես որ սխալ եմ լինում, ընդունում եմ։ Սուվեստուրի մատուցության մեջ մի ժամ հետ ենք վերում։ Էսա ոչինչ, մի հատ վերջում կասենք բոլորս միասին։ Խնդրեմ, պարոն Պապյան, կներեք, որ բանալեցի, խառնեցի։ Ի սկզբանե նախարարությունը երբ որ ներկայացրել է, եթե անկես կլինենք, որքան հիշում եմ, մենք բեռնատարներն ենք ներառել, այսինքն նախարարությունը նվազագույն բեռնատարներին դեմ չի եղել, կլինեմ անկեղծ խոսակցություններ էլի, ոնց ենք եկել, որ բեռնատարի կոդը դուրս է եկել, բայց այս մասով ես կոնկրետ գոնե որպես հիմնական զեկուցող սկզբունքային առարկություն չունեմ, եթե հանձնաժողովը որոշի, որ բեռնատարների կոդը ներառվի, բայց ես պարտավոր եմ նաև ներկայացնեմ այն քննարկումը, որի արդյունքում որոշել է բեռնատարների կոդը չներառել, եւ երբ որ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ բանակցություններ եղել է կոնսենսուս, դե ասել եմ գոնե այն կոդերով անենք, ոնց որ նախկինում ա եղել, այսինքն նոր կոդ չավելանա, որովհետև մենք այդ եւս այդ բացը տեսել էինք ու ուզում ենք այդ բացը լրացնենք ու այդ կոդերը ներառել ենք, բայց ես կարծում եմ դեռ շատ հանրաժողովի տիրույթում առաջինը։ Երկրորդ մասով ես իմ կարծիքով չեմ կներեք, բայց չեմ համաձայնվի, բայց հիմնավորեմ թե ինչու։ Հին մեքենաների դեպքում իրականում եթե նայենք ինչի մասին է խոսքը, ենթադրում եմ ամերիկյան կամ եվրոպական հիմնական ամերիկյան բրենդային մեքենաներն են եւ մի քանի տարվա, 5 տարվա ամերիկյան մեքենաների գների օրինակ նոր ասիական արտադրության մեքենաներ կան, այսինքն այս առումով գնային մասով կարծում եմ որոշակի համադրելիություն կա, բայց ես կարծում եմ մենք մեր նպատակից կանք, մեր նպատակը հետեւյալն է, որ մեր ավտոպարկը թարմացնենք, նոր ավտոպարկ ունենանք, իսկ այստեղ շատ խնդրահարույց է նաև պարոն Ավետիսյանի ասած հիմնավորած պատճառով հին մեքենաներ ունենալը եւ այդ առումով երևի թե կառաջարկեմ երկրորդ առաջարկի ձեռնպահ մնալ։ Շնորհակալություն։ Չէ, որովհետև ընդունելի է ինձ համար, չնայած որ 5 տարվա գուցե կարծում եմ, որ 5 տարվա մեքենան մի քիչ էս իմաստով հին է համարվում, բայց այսպես կոնսենսուսային ինչ-որ մի մեջտեղում մի բան կարելի էր մտածել, որովհետև գոնե ժամանակավոր, ես նկատի ունեմ ժամանակավոր, ոչ թե երկարատև, այլ ժամանակավոր դեռ թույլ տանք ներկրել, որովհետև այնուամենայնիվ 3 տարվա հնության էլեկտրական մեքենան միևնույն է, նույն վնասակարությունը չունի, որքան որ Համաձայն եմ վառելիքով աշխատող մեքենան նույն տարածքում քննարկումները անցնի այդ պարագայում
իմ նշած մեխանիզմներով, որովհետև այստեղ մենք երկրի ֆինանսական կայունության, պարտքի կառավարման, վարկունակության եւ այսինքն ավելի լայն հարցերի շրջանակի են կառնչվում գործընկերների հետ եւ եթե կարելի է որպես կոմպրոմիսային տարբերակ լինի բեռնատարը ներառենք Շատ լավ. երկրորդ առաջարկը չընդունենք